կյանքի վտանգ չկա եւ արդյոք մեր ազգային անվտանգության ծառայությունը տեղյակ չէ բոլորից, թե տեղյակ լինելով է դա հնարվել։ Հիբրիդային պատերազմի վառ օրինակ։ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը աղջիկները ինչ անում մատակարարում Ադրբեջանի բանին, խնդրեմ։ Տարածված YouTube-ը չի։ Ադրբեջանի էլիտարի ծառայությունների համար եւ բանը անչա, սենց հիմար բաներ են տարածում, բայց հիբրիդային պատերազմը ո՞նց է լինում։ Հիբրիդային պատերազմը ինչ պետք է անեն։ Այսինքն ուղղակի գիտեք ինչն է նաև հիբրիդային ակնհայտ, որ իրանք դե մեր երկիրը չեն ճանաչում, չգիտեմ որ մեր երկրում նախ Ալեն Սիմոնյանի մասին երևի կոշիկի չափը մենակ դեռ չգիտեն, մնացած ամեն ինչ գիտեմ, բայց դա արվում է դրսից, երբ որ նայում եք 43 համար եմ հագնում, դա անում է, նայում ես որտեղից է գալիս, երևում է որտեղից է այդ լրատվամիջոցները։ Որտեղից է, պարոն Սիմոնյան։ Ձեր հարցը որն է։ Իսրայելցի գեներալը ռազմական գործընկերներ հորքատու է դերից մեկին չի կարող պատահել որ ազգային անվտանգության ծառայությունը դրանից տեղյակ չլինի։ Ես խնդրում եմ այդ հարցով դիմեք ազգային անվտանգության ծառայության։ Ես ազգային անվտանգության տեղեկություններին չեմ տիրապետում եւ ես դրա իրավունքը չունեմ այնքանով վատ եմ գնահատում քաղաքական գնահատական կարող եմ տալ քաղաքական գնահատական այն է որ այդ մարդիկ Հայաստանի Հանրապետությանը վերաբերվում են որպես բիզնես պրոյեկտ իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի վաճառվում եւ Հայաստանի Հանրապետությունը նույնպես չի վաճառվում ոչ դոլարով ոչ եվրոյով եւ առավել եւս ոչ ռուբլիով եւ չի վաճառվելու եւ այդ պրոյեկտը արդեն իսկ ակնհայտ է որ չի ստացվում։ Դեպի հետ կգանք։ Պարոն Սիմոնյան, Չէ, պարոն Սիմոնյան, տեսեք